Ողջուններս բոլորին, սիրելի հայրենակիցներ, այսօր մեր հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից ժամկետային զինծառայող Դավիթ Նիկողոսյանը։ Կներկայացնեք։ Ես Դավիթն եմ, ապրում եմ Երևանում, ծնվել մեծացել եմ Երևանում, ժամկետային զինծառայություն անցել եմ պարտադիր 2 տարի ժամկետով, ցուցաբերել եմ լավագույն արդյունքներ, մասնակցել եմ 44-օրյա պատերազմին։ Ներողություն, որ թվականին եք մեկնել ծառայության։ 2010-2012 թվականին։ Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել եք կամավոր։ 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնել եմ մարտական գործողությունների մոբիլիզացված ուժերով որպես ականանետի հրամանատար։ Եվ մասնակցել եմ նաև պարտադիր վարժական հավաքներին 25-օրյա, նույնպես ցուցաբերել եմ լավագույն արդյունքներ։ Հարգելի հայրենակից Դավիթ Նիկողոսյան, ես նաև տեղեկացված եմ, որ դուք դիմել եք մեր կուսակցություն, հա, այնպես է ձեզ քրեական գործ են հարուցել ձեր դեմ վարժակներին չմասնակցելու հետ կապված։ Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, պարոն Արսեն Սարգսյան, որպեսզի անտարբեր չեղաք իմ քրեական գործի հետ կապված եւ որոշեցիք օգնել որպես պատերազմի մասնակից, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հիմա եթե հնարավորություն կտաք, ուզում եմ մանրամասն պատմեմ իմ քրեական գործից, որպեսզի բարձ դառնա պարոն Փաշինյանի ստեղծած Ներողություն, կարևոր հարց ընդհատման համար ներողություն եմ խնդրում, հարգելի հայրենակից, մեզ կներկայացնեք երբ են ձեզ հրավիրել վարժանքի եւ դուք տան միակ աշխատուժն եք, տան միակ հաց վաստակողն եք, թե ոչ, եւ նաեւ տեղեկացա, որ ձեզ պատվոգիր են շնորհել, ԳՇ-ի հրամանատար Ասերյան թե Ասատրյան։ Ասերյանի կողմից։ Նախ վարժական հավաքի հետ կապված ծանոթագիր ստացել եմ 2024 թվականի սեպտեմբեր ամսին, գնացել ներկայացել եմ, ամբողջ շտաբանությունը ստուգումները անցել եմ պոլիկլինիկայում եւ ճանաչվել եմ պիտանի, իսկ պատվոգիրը ստացել եմ վարժական հավաքներին մասնակցելու համար, որպես լավագույն արդյունք ցուցաբերելու համար։ Ներողություն, հիմա ձեր վրա քրեական գործ կա հարուցված։ Այո, վարժական հավաքներից խուսափելու համար։ Բայց դուք խուսափել եք։ Ոչ, չեմ խուսափել։ Ինձ համար շատ ծիծաղելի է, եթե մարդը ծառայել է հայոց բանակում, եթե մարդը 44-օրյա պատերազմի մասնակից է, Սուրեն Պապիկյան, ԳՇ-ի հրամանատար Ասերյան, ուզում եմ հասկանալ նմանատիպ անձանց նկատմամբ, այսինքն ինչպես որ երկրի ղեկավարն էր ասում Նիկոլ Փաշինյանը, քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Հիմա ուզում եմ հասկանամ 375,000 դրամ տուգանել եք, տուգանել են ձեզ։ Այո, տուգանել են, արդեն որոշում կա, որպեսզի տուգանքը փոխարինվի կալանքով 18-օրյա ժամկետով։ Ներողություն եմ խնդրում, ուրեմն դիմում եմ բոլոր մեր հայրենակիցներին, ինչպես նաև գյուղերում, մարզերում, բոլոր բնակվող այն անձանց, ովքեր քանի որ արդեն բերքահավաքը սկսվել է, շատերը բերքահավաքով են զբաղված, եթե հարգելի պատճառով ձեզ զորահավաքի, զորավարժանքի կհրավիրեն եւ տուգանքի մատերիալ կդարձնեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին մարդը տուգանքի մատերիալ չէ։ Եվ եթե որևիցե մեկին տուգանքի մատերիալ կդարձնեն, նորից եմ կրկնվում, թե որպես հայ մարդ, թե որպես միջազգային իրավագետ, թե որպես հանուն ժողովրդավար պետականության կուսակցության հիմնադիր եւ նախագահ, կանգնած եմ ցանկացած հայիս կողքին։ Հարգելի Դավիթ Նիկողոսյան, որևիցե բան ունեք ավելացնելու։ Եթե հնարավոր է կտակ պատմեմ իմ քրեական գործը մանրամասն, որովհետև շատ մարդկանց է հետաքրքրում իրականում ինչ է տեղի ունեցել, մարդիկ կան մտածում են, որ Ներողություն եմ խնդրում ընդհատման համար, դիմում եմ հատուկ լրագրողներին, հա, հարգելի լրագրողներ, չեմ սիրում որևիցե լրագրողների քննադատեմ, բայց որպես նախկինում ազդարար բացահայտ լուրերի իրավաբան լրագրող, հորդորում եմ բոլոր լրագրողներին վերջին անգամ
Եթե դուք չեք լուսաբանում մեր քաղաքական ուժին, միայն լուսաբանում եք նախկին ու ներկա ու նաև օլիգարխներին, այսպիսի հասարակ մահկանացու քաղաքացիներին լուսաբանալուց աշխատեք պրովոկացիա, մանիպուլյացիա չանել։ Հակառակ դեպքում, որպես միջազգային իրավագետ, կդիմեմ միջազգային եվրոպական գործընկերներին, նրանք ովքեր որ հոնորար են ստանում Եվրոպաներից, Ամերիկաներից եւ միջազգային կառույցներից, կզրկեմ դաժե կոպեկ անգամ ստանալուց դրսից, այդ գրանտներից ու դրամաշնորհներից։ Խնդրեմ շարունակեք։ Եթե թույլ կտաք պատմեմ իմ քրեական գործից մանրամասն, պարոն Սարգսյան, որովհետև մարդիկ հետ կան տպավորությունն ստեղծվել, որ ես պոստերից եմ փախել, չկա նման բան, իմ քրեական գործը կապված է վարժական հավաքներից խուսափելու հետ։ Ուրեմն տեսեք, 2024 թվականին Եղություն, բայց դուք խուսափել եք։ չեմ խուսափել, հեսա պատմեմ իմ քրեական գործի մեջ էր կակցված, որ ես չեմ խուսափել։ 2024 թվականին ինձ ծանոթագիր է գալիս, ծանոթագիրս վերցնում եմ, այսինքն չեմ խուսափում, գնում ներկայանում եմ, իրանց մոտ նշվում է, որ ես չեմ խուսափում ու ինձ գործողում են պոլիկլինիկա տարածքային, որպեսզի գնամ ստուգումներս անցնեմ, տեսնեմ պիտանի եմ թե չէ։ Ստուգումները անցնում եմ, ճանաչվում եմ պիտանի։ Հոկտեմբերի 1-ին, որ պետքա արդեն մեկնեմ վարժական հավաքների, անձնական խնդիրների պատճառով չի ստացվում, որ գնամ վարժական հավաքների։ Մի ամիս 10 Իսկ ներողություն, դուք մանրամասն ներկայացրել եք անձնական խնդիրների ձեր պատճառները, բուն պատճառը։ բուն պատճառը ներկայացրել եմ, հեսա պատմեմ հենց այդ դրանից Եթե կարելի է շատ հակիր, որպեսզի լսելի լինի մեր լսարանը։ Մի ամիս 17 օր հետո ինձ արդեն քննչականից ծանուցում է գալիս, որ քրեական գործ է հարուցված։ Գնում եմ քննչական, ասում եմ, որ խուսափում ես վարժական հավաքներից, ասում եմ, որ չեմ խուսափում, հիմա էլ կգրեմ, որ մյուսին գնալու եմ։ Ինձ ասում են, որ արդեն քրեական գործ կա բացված ու չենք կարող արդեն կարճել քրեական գործը ու պատճառաբանելով, որ մի շատ կարևոր նուրբ հարց, իրավաբանորեն մի նուրբ հարց, հա։ Եվ դուք գնացել եք քննչականում ասել են քրեական գործ կա հարուցած, դրանից հետո դուք մեկնել եք զորավարժանքի, զորահավաքի, թե ոչ։ Մեկնել եմ մյուս վարժական հավաքներին ու քննչական։ Ներողություն, 1 րոպե, ուրեմն եթե քաղաքացիների վրա, սա ի գիտություն բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եթե մի մարդու վրա կա քրեական գործ հարուցված, տվյալ պարագայում, ընկեր քննիչներ, ընկեր պետական մարմիններ, եթե դուք քրեական գործ եք հարուցում, հարգելի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյան, ԳՇ-ի հրամանատար Ասրյան, եթե մարդու վրա քրեական գործ է հարուցում, այս մարդուն ո՞նց եք վերցնում ուղարկում զորահավաքի։ Մի հատ էլ ձեր օրենսդրության կետերը ուսումնասիրեք, մի հատ այդ բացերը, բաստողումները, թերությունները վերացրեք։ Սա պետություն է, այլ ոչ թե ձեր համար ձեր ճրթոնի դուքանը ոնց ուզեք ինչ անեք։ Անձնական խնդիրների հետ կապված ընդհանրապես քրեական գործի մեջ չկա նշված, որ հնարավոր է կարճել։ Քրեական գործը հնարավոր էր կարճել միայն բժշկի թուղթ տանելով, բժշկի թուղթն էլ ես տարել եմ, որ լրիվ պիտանի եմ։ Ինչևէ, գործերը մտնում է դատական պրոցեսների մեջ ու ես վարժական հավաքների եմ լինում, ամսի 2-ին իմ դատական նիստն է տեղի ունենում, որտեղ պետքա որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնեին իմ պատերազմի մասնակից լինելը ու որ չեմ խուսափում վարժական հավաքներից, արդեն գրավոր ունեմ ներկայացրած, որ մյուսին պետքա մասնակցեմ։ Ներողություն, 1 րոպե։ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել հարգելի պետական այրեր, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, ԵՄ-ի, ՄԱԿ-ի միջազգային օրենքներով եւ կոնստիտուցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է, հա, ստորագրելով այդ դաշնագրերը ենթարկվի այդ միջազգային օրենքներին։ Ուզում եմ հասկանամ, դուք ձեր բաստողի օրենքները,
բաց թողնված այն կետերը, որոնք որ բաց են թողնվել, հերիք չի մարդու վրա քրեական գործ եք հարուցում։ Մի հատ էլ 375,000 դրամ տուգ անում եք, մարդուն է վերցնում եք զորահավաք եք տանում, մի հատ բացատրեք հասկանանք, հարգելի պետական հայրեր։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, քանի որ վերջիկա ժամանակներս մեր քաղաքական ուժի բոլոր գրություններին պատշաճ կերպով սկսել եք արձագանքել, նախ շնորհակալությունս, բայց այս բաստողի, հա, քրեական օրենսգրքի կետերը, ռազմական օրենսգրքի կետերը, ինչպես նաև բաստողի բոլոր կետերը, որպես ինքս միջազգային իրավագետ պատրաստ եմ ձեզ հետ համագործակցելու ցանկացած պետական կառույցի, բայց նմանատիպ չեմ վարվում, մարդը բարձրագույն արժեք է, թե Ժնևյան կոնվենցիայով, թե միջազգային բոլոր օրենքներով։ Մարդը որպես բարձրագույն արժեք որևիցե պետական այրեր, որևիցե պաշտոնյա իրավունք չունի ոտնահարի Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքը։ Հայաստանի Հանրապետության նույն քաղաքացին դու ես, նույն քաղաքացին ես եմ, նա է, եւ նույն այդ քաղաքացին, եթե հարկ չվճարի, դուք աշխատավարձ չեք ստանա։ Շարունակեմ կներեք, ես լինում եմ արդեն վարժական հավաքի մեջ, իմ դատական նիստը տեղի է ունենում ու այն հանգամանքները, որ պետքա մեղմացնեին իմ դատական նիստը ու շտրաֆը 375,000 դրամի տեղը փոխարինեին 100,000 դրամի, 375,000 դրամն էլ ինձ շտրաֆ են անում, ինչ որ տուգանում են։ Ես վարժական հավաքները ավարտելուց հետո պոստերից երբ որ իջնում եմ, ինձ պրոբացիայից արդեն ռոզիսկ են տալիս, տանում են պրոբացիա, քննչականից գալիս են։ Ներողություն, 1 րոպե, կարևոր հարց, հարգելի Դավիթ Նիկողոսյան ջան, իսկ դուք չեք ներկայացրել, որ դուք եղել եք դիսկերում, որ դուք մեկնել եք զորավարժանքի, զորահավանքի, այդ տեղեկանքը չեք ներկայացրել իրենց։ Նախ իրավունք չուներ պրոբացիոն ծառայությունը, հարգելի Սյուզի, ներողություն, հարգելի Սյուզի Սարգսյան, պրոբացիոն համակարգի վարչության պետի տեղակալ։ Եթե դուք ինձ հետ հեռախոսով եք զրուցել, հիմա ես եմ, ձեր դիմաց նույն Սարգսյան Արսենն է, հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահն։ Ձեր պրոբացիոն համակարգի բացթողումներն ու թերությունները վերացրեք ամենայն հարգանքով։ Դեռ որևիցե վիրավորանք, որևիցե պրովոկացիա եւ մանիպուլյացիա կոշտ չեմ արձագանքում ձեզ, ձեր բոլոր բացթողի օրենքները ուղարկեք կառավարություն, ուղարկեք ազգային ժողով, թող նախագահան ստորագրի եւ բացթողումներն ու թերությունները վերացրեք։ Սիրելի հայրենակից, խնդրում եմ կարճ 2 բառով սահմանափակենք, որպեսզի մեր լսարանին էլ լսելի։ Էլ տարբերակ չգտնելով գնում դիմում եմ անձամբ պարոն Փաշինյանին, Եղվարդում հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ, պարոն Փաշինյանին ներկայացնում եմ վիճակը, ասում եմ, որ ես էլ էլի հեղափոխության մասնակից եմ, այնպես տպավորություն չլինի, որ եկել եմ ստեղ սադրելու, ոնց լրատվականներն էին ներկայացրել։ Պարոն Փաշինյանն էլ իմ հետ համամիտ է, ասում է, որ եթե ես վարժական հավաքների մասնակցել եմ, ձեզ խուսափելու հոդվածով չպետք է դատեն, նույնիսկ եթե կա դատական process, պետքա կարճվի։ Հիմա երկրում բոլոր կառույցներին դիմել եմ, ոչ մեկ տարբերակ չի գտնում, ոնց պետքա իմ գործը կարճեն։ Ներողություն, մի անհամեստ հարց էլի։ Կա որևիցե քաղաքական ուժ, որ իր գաղափարները, կներեք թեմայից որ շեղվում ենք, որ այդ քաղաքական ուժի գաղափարները դուք սատարում եք, աջակցում եք։ Ես այս ընտրություններին սատարում եմ պարոն Գուրգեն Սիմոնյանին եւ սատարում եմ պարոն Արսեն Սարգսյանին ու կարծում եմ, որ մենակ իրանց հետ կարելի է ստեղծել արդարություն, խոսքը իրական արդարության մասին է, ոչ թե պարոն Փաշինյանի, ով 2018 թվականին մեզ խոստանում էր, որ պետք է արդարադատություն լինի, բայց այսօր տեսնում ենք, որ ովքեր որ դավաճան են թողնված վիճակում են, բայց տարբերակ են գտել այսօր ինձ կալանքի տանելու։ Շնորհակալություն ձեզանից, թե վստահության, թե նաև իմ անձի նկատմամբ ձեր մեծ հարգանքի համար։ Շնորհակալ եմ նաև, որ այսօր ժամանակ գտանք, զրուցեցինք միասին, թե ես, թե նաև դուք, ձեր խնդրի հետ կապված։
Մեր հանրությանը եւ լսարանին իմ շնորհակալությունն եմ հայտնում, կխնդրեմ, որպեսզի այս մեր զրույցը կիսվեք, տարածեք, որպեսզի բոլորը տեղեկանան նմանատիպ խնդիրների մասին եւ հասանելի լինի բոլորին։ Ձեր վերջի խոսքը։ Պարոն Սարգսյան, ուզում եմ մի բանի մասին էլ ձեզ տեղեկացնեմ, արդեն 2 տարի է դատական process-ի մեջ եմ, ու ինձ ամենածանր հանցագործի պես արգելել են բացակայեմ երկրից, խնդրում եմ, որ այդ հարցը բարձրաձայնվի, որովհետև ես տարբերակներ եմ ուզում գտնեմ, գնամ թեկուզ ուրիշ երկրում աշխատեմ, որպեսզի կարողանամ իմ պետության հետ պարտքերս մարեմ, 2020 թվականից ես կորցրել եմ իմ աշխատանքը պատերազմից հետո ու շատ պարտքեր եմ ունեցել պետության հետ կապված, վարկեր, ակտեր ու մարելով հասել եմ նրան, որ մնացել է մոտավորապես մի 5-6 միլիոն դրամ ու հիմա էլ տարբերակ չեն թողում, ոնց որ ասած վզիցս բռնել են, ասում են ոչ այս կողմ գնա, ոչ այն կողմ, ընդհանրապես տարբերակ չունեմ փակվելու այդ փողերը, եթե տարբերակ կա, գոնե Շնորհակալություն ձեզ, Դավիթ Նիկողոսյան ջան, ձեր վերջի խոսքը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, պարոն Սարգսյան, այս 2 ամսվա մեջ շատ տեղեր եմ դիմել ու բոլորը անտարբեր են եղել, շատ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ձեզ, որ դուք անտարբեր չեղաք եւ շնորհապետական կուսակցության նախագահ պարոն Գուրգեն Սիմոնյանին, շնորհակալ եմ ձեզ, ձեր երկուսից շատ շնորհակալ եմ անտարբեր չլինելու համար։ Շնորհակալ եմ, ես որպես Արսեն Սարգսյանս այնպեսա միայնյա չեմ ղեկավարում մեր կուսակցությունը, հանուն ժողովրդավար պետականության կուսակցությունը ղեկավարվում է իր վարչությունով եւ կուսակցության անդամներով, շնորհակալ եմ ինձ եւ մեր կուսակցությանը վստահության համար։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ։